Շնորհակալություն, պարոն Վարդանյան, որպես դիտարկում ասեմ, որ ձեր թե ելույթը եւ թե ձեր պատասխանները ավելի շատ փաստաբանական ելույթի են նման, քան քաղաքական գործչի, ինչևէ ուրախ եմ, որ քիչ առաջ հնչեց Լեռնային Ղարաբաղի եւ տեղանանման հետ կապված, այսպես ասած, ձեր դիտարկումը, որտեղ դուք, ինչպես դուք եք ասում, խախտելով անմեղության կանխավարկածը, հեշտությամբ կարողանում եք իշխանությանը մեղադրել այնպիսի հանցագործությունների մեջ, ինչպիսիք են օրինակ հողերի հանձնումը եւ այլն եւ այլն։ Համենայն դեպս ձեր թիմակիցներից նման բաներ հնչել են։ Առանց այդ պահին մտածելու, որ որտեղ անմեղության գուցե կանխավարկած կա։ Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածի եւ ձեր այդպես ասած ինչ ասեմ, հուզական այդ ռեակցիաներին Լեռնային Ղարաբաղի հետ կապված, ես ուզում եի իմանալ, թե ինչպիսի զգացողություններ եք ունեցել, երբ օրինակ Սամվել Կարապետյանի մեղադրանք է առաջադրվել առ այն, որ 4 տուրբոգեներատորները, որոնք ձեռք են բերվել եւ ներդրվել են Քաշաթաղի կարծեմ շրջանում, բանից հետո, պատերազմից անմիջապես հետո հանել է ընկերությունը այդ տուրբոգեներատորները բերել է հետ Հայաստան եւ հետո դրանց համար ստացել է, քանի որ դա բարգոբերգներ, դրանց համար ստացել է պետական աջակցություն։ Արդյոք այդ նույն հուզականությունը զգացել եք այդ պահին, բայց դա հռետորական հարց է։ Իմ հարցը ավելի քաղաքական է լինելու, կուզեմ եւ քաղաքական էլ պատասխանեք, երբ ուժեղ Հայաստանից դեպի ուժեղ Հայաստան եք տեղափոխվել, այդ ածականը իր մեջ ինչ արմատական, գաղափարախոսական տարբերություն է կրում Հայաստանի հետ, նշեք արտաքին, տնտեսական, օրինակ գործոններում։ Շնորհակալ եմ։ Կարող եք կրկին լսել իմ պատասխանը, դուք այնտեղ անմեղության կանխավարկածի խախտում կարող եք տեսնել Ադրբեջանի նկատմամբ։ 21 թվականին էլ եմ դա արել։ Նորից լսեք խոսքս, պատասխանս, կտեսնեք անմեղության կանխավարկած, եթե մեկի խախտել եմ, հստակ է, որ կողմում։ Ինչ վերաբերում է ձեր կողմից Արցախի հետ կապված, այո, հուզական ռեակցիա ունենում եմ, անկեղծ։ Ինչի այս դահլիճում կա մարդ, որ այդ մասով հուզական արձագանք չի ունենում։ Թող ասի ուղիղ։ Թող օրինակ հերթագրվի ելույթ ունենա, դա ասի։ Հակված եմ կարծելու, տենց ելույթ չի լինի։ Սամվել Կարապետյանի վերաբերյալ եք հարցնում, որ պատկերացնեք, այդ 4 տուրբին գեներատորները իրենց հանրագումարի մեջ ունեն երևի արժեքի տեսանկյունից չքան 1.5-2 միլիարդ դրամ։ Սամվել Կարապետյանը առնչություն ունեցել է այդ տուրբին գեներատորների հետ։ 0։ Դրա վերաբերյալ դատական ակտեր կան նույնիսկ, որ Սամվել Կարապետյանը առնչություն չի ունեցել։ Այսինքն դռնբաց դատական նիստ էլ կլինի, դրա վերաբերյալ առավել մանրամասն կտեսնեք։ Բայց քանի որ դուք խոսեցիք Արցախի մասին, իդեպ Արցախ բառը ոնց որ չեք ասում, ես չեմ կարծում այդտեղ որևէ միջազգային, որևէ ասեմ ավելին մեղադրանքի որոշման մեջ Սամվել Կարապետյանի, քանի որ տեղեկացված եք մեղադրանքից, այնտեղ Արցախի Հանրապետությունն է գրեք հննիչը, անունն է կարամ ասեմ Սպարտակ Պողոսյան, որ 4 անգամ կալանքի միջնորդություն ատարել, որ Սամվել Կարապետյանը անպայման լինի Երևան կենտրոն ՔԿՀ-ում։ Ասեմ ձեզ գրում էր Արցախի Հանրապետություն, հենց որ օգտագործեք այդ բառը։ Արցախի Հանրապետություն, Սամվել Կարապետյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Սամվել Կարապետյան, դուք տեղյակ եք ինչ էր արել ինքը։ Դուք լուրջ պատկերացնում եք, դուք կարաք իր կողմից արածը 2-3 տուրբին գեներատոր վկայակոչելով փորձեք ինչ որ կերպ նսեմացնել, եկեք սենց ասենք, Տիկին Վարդանյան կամ նիստերի դահլիճում ներկա որևէ այլ գործընկեր։ Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործությունների 5%-ը ով արել է Արցախի համար, թող մի հատ իրար հետ գնանք տուրբին գեներատորներ քննարկենք։ Սկսած հիվանդանոցի կառուցումից, մինչև Արցախի Հանրապետությանը ընդհանրապես կատարված բարեգործություններից։ Իդեպ Ստեփանակերտից որևէ անձի հաստատ ճանաչում եք Տիկին Վարդանյան, վստահ եմ դրանում, երևի ծանոթել, ընկերել, մտերիմ մարդել կունենաք։ Մի հատ հարցրեք ընդհանրապես Ստեփանակերտի հիվանդանոց, մի հատ ընդհանրապես հարցրեք Արցախ Սամվել Կարապետյան։
Արձագանք։ Շնորհակալություն։ Մարդը, ով հավակնում էր լինել վարչապետ, ապօրինաբար փորձել է ստանալ աջակցություն։ Գուցե ինքը անձամբ չէ, համենայն դեպս ըստ մեղադրանքի գրված է, որ իր հետ փոխկապակցված ընկերությունը։ Ես բայց հարցս մնացել է անպատասխան, պարոն Վարդեվանյան, հարցս վերաբերում էր հետևյալին. Ուժեղ Հայաստանը, բացի ածականը, այսինքն այն ածականը, որը դրված է ուժեղ Հայաստանի դիմաց, ինչ գաղափարական տարբերություն ունի, գաղափարախոսական եւ խնդրում եմ հարցից քաղաքական առումով պատասխանել, որ այսինքն դուք երկուսում էլ եղել եք, ինչ տարբերություն կա արտաքին քաղաքականության մասով, տնտեսական քաղաքականության մասով, ես եմ հարցնում։ Ինչ վերաբերում է նաեւ մեր Հայաստանի քարտեզին, Հայաստանի քարտեզը դա իրավական երևի մեր իրական Հայաստանի գաղափարախոսությունը ամենաիրավական գաղափարախոսությունն է եւ դուք որպես իրավաբան կարծում եմ պետք է գնահատեք այդ իրողությունը, որովհետեւ միայն դրա վրա դուք միշտ հենվում եք իրավական հիմքերի վրա, չէ՞, որևէ բան պաշտպանելիս։ Հետևաբար կարծում եմ այս մասով դուք պետք է որ չունենաք տարաձայնություն, շնորհակալ եմ։ Տիկին Վարդանյան, իրավական առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռազմական դրություն է հայտարարել, համապատասխան որոշումը ընդունել է Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում, հետևաբար իրավական տեսանկյունից ինչ հայեցակարգել ընդունվի, իրավական փաստին գնահատական չես կարող տաս, չտաս։ Հայաստանի Հանրապետությունը 44-օրյա պատերազմի ընթացքում, ասում եմ, կառավարության որոշումը ընդունել, որն էլ հետո եկել է ազգային ժողով, հիշում եք Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ծափերին գլուխը աջ ձախ անելուն հղում ա տալի։ Սա 7-րդ գումարման ազգային ժողովի ընթացքում տեղի ունեցածն է։ Սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքականության, ընդհանրապես ծրագրային մոտեցումները նաև պետաիրավական, դատաիրավական համակարգի բարեփոխումների, նաև սահմանադրության չարաբաստիկ 148-րդ հոդվածի փոփոխության եւ Սփյուռքի հետ համագործակցության ինտենսիվության տեսանկյունից ուժեղ Հայաստան կուսակցության ծրագրային դրույթները էապես տարբերվում են Հայաստան դաշինքի ծրագրային մոտեցումներից եւ հանգամանքներից։ Կարող եք դա նաև ուսումնասիրել։ Եթե թույլ տաք 15 վայրկյան ես նշված տուրբին գեներատորի հարցին է անդրադառնամ։ Արցախ ներդրումային հիմնադրամը փոխհատուցում տվել է այն չափով, որով որ տրվել է բոլորին եւ դրա հետ զերո առնչություն է ունեցել Սամվել Կարապետյանը, դա ձեր եւ Արցախի Հանրապետության կառավարության միջև ընդունված որոշման շրջանակներում է եղել, ու ով դրա հետ առնչություն ունի, այդ մարդիկ ողջ են, պարզ ճակատով դրա մասին խոսում են, թե ինչի է Սամվել Կարապետյան անունը դրա շրջանակներում հիշատակվում, մի բանի համար էր, որ տենց մեղադրանք լինի։ Դատարաններն են ասել առնչություն չկա։ Գերազանցեցիք